Յուրաքանչյուր ձեր հիվանդություն սկսվում է ձեր մտքում։ Բայց ինչպես կարող է դա լինել, ինչպես։ Իսկ այն հիվանդությունների հաշվով ինչ կասես, որոնցով որ ուրիշ մարդկանցից են վարակվում, կա գրիպը, կա ձիահ, ինչ կասես սրանց համար։ Քո կյանքում բառացիորեն տեղի չի ունենում ոչինչ, ինչը մինչև կատարվել է, միտք չի եղել սկզբից։ Մագնիսների են նման քո բոլոր մտքերը, և դեպի քեզ են ձգում իրենց ազդեցությունները։ Միտքը ոչ միշտ է ակնհայտ այնքան, ինչպես երբ ասում ես ես հաստատ կվարակվեմ սարսափելի հիվանդությամբ։ Միտքը կարող է լինել և սովորաբար լինում է շատ ավելի նուրբ, քան այս վերին սահմանումը։ Ես չեմ կարողանում ապրել։ Խառնաշփոթը կյանքն եմ։ Ես անհաջողակ եմ։ Աստված կպատժի ինձ։ Ես մինչև կոկորդս կուշտ եմ ամենից։ Հոգնել եմ, զզվել եմ այսպիսի կյանքից։ Մտքերը էներգիայի բարակ, բայց հզոր ձև են։ Բառերը ավելի քիչ բարակ, բայց շատ ավելի խիտ։ Գործողությունը էներգիա է, որը տարածվում է մտքի հզոր շարժման միջև և խիտ ֆիզիկական ձևի։ Երբ դու մտածում ես, խոսում և գործում ես, ելնելով ես անհաջողակ եմ և նման հասկացություններից, դու շարժման ես բերում մի հսկայական էներգիա և զարմանալի կլիներ, որ ընդամենը դու մարսեիր դրանից։ Շատ դժվար է նեգատիվ մտքերի ազդեցությանը հակառակվել, երբ նրանք արդեն ֆիզիկական ձև են ընդունել։ Անհնար չէ իհարկե, բայց շատ դժվար է։ Դրա համար մեծագույն հավատ է անհրաժեշտ։ Դա տիեզերքի դրական ուժի նկատմամբ մեծ համոզմունք է պահանջում, ինչպես էլ որ անվանես դա Աստվածուհի, Աստված, աբսոլյուտ, սկզբնական ուժ, կամ ասենք հենց սկզբնապատճառ, արարիչ մեր ամենաստեղծ, կամ էլի ինչ-որ բան։ Հեքիմները տիրապետում են այդպիսի հավատի։ Դա այն հավատն է, որը դառնում է բացարձակ գիտելիք։ Նրանք գիտեն, որ քեզ նախատեսված է ավարտուն, ամբողջական և կատարյալ լինել քո հենց այս պահին։ Այդ գիտելիքներին տիրապետելն էլ միտք է շատ ուժեղ, գործող միտք, որը կարող է տեղահան անել սարեր։ Դե պատկերացրու, թե ինչ ուժ ունեն մարդու մարմնի բջիջները, ահա թե ինչու նույնիսկ տարածության վրա կարող են բուժել հեքիմները։ Մարդու միտքը չի ճանաչում ոչ մի տարածություն։ Միտքը միշտ ճամփորդում է այս մոլորակի շուրջ, և կտրումը անցնում է տիեզերքը շատ ավելի արագ, քան կկարողանաս խոսք ասելու համար դու բերանդ բանալ։ Միայն մի խոսք ասա, և իմ ծառան կառողջանա։ Եվ հենց այդպես էլ եղել է։ Հենց նույն պահին, նախքան հարյուրապետի խոսքը կհասնի ավարտին, հիվանդ ծառան առողջացավ։ Սա է ուժը հավատի։ Բայց դուք բոլորդ, մտավոր բորոտներ եք, ձեր գիտակցությունը կերված է նեգատիվ մտքերով։ Այդ մտքերից շատերը ձեզ պարտադրած մտքեր են, իսկ շատերն էլ փաստորեն ինքներդ եք հնարում։ Սկզբում հնարում եք, իսկ հետո նրանց կանչում եք, կրում եք ձեր մեջ նրանց, փայփայում եք, գուրգուրում, օրերով, տարիներով նրանց հոգատար խնամում եք և զարմանում եք հետո, թե ինչու եք հիվանդանում։ Դու կարող ես լուծել քո առողջական խնդիրները լուծելով մտածելակերպիդ հետ կապված խնդիրներդ։ Այո, դու կարող ես բուժել ինքդ քեզ, եթե հիվանդություններիդ մասին մտածելակերպդ փոխես։ Ես ցավում եմ, որ ստիպված եմ քեզ այս խորհուրդը տալ, բայց աշխատիր քո մասին քիչ ավելի լավ հոգալ։ Դու շատ վատ ես հոգում քո մարմնի կարիքները։ Շատ քիչ ուշադրություն ես դարձնում քո մարմնին, մինչև այն ժամանակը, քանի չես սկսել կասկածել, որ ինչ-որ բան կարող է սպառնալ քո կյանքին։ Ըստ էության, դու ոչինչ չես անում նախապես, որպեսզի մարմնիդ նորմալ աշխատանքն ապահովես։ Քո ավտոմեքենայի մասին դու ավելի շատ ես հոգում, քան քո մարմնի մասին։ Ես չեմ չափազանցնում։ Դու չես փորձում անգամ կանխել առողջական խանգարումներդ ուժաքննության օգնությամբ գոնե տարին մեկ անգամ։ Թե դիմում ես բժշկի, նա երբեմն օգնում է, բայց հետո չես կատարում երբեք խորհուրդները նրա։
Դու չես վարժեցնում մարմինդ, այդ պատճառով այն ճլորում է եւ որ ավելի վատ է, թուլանում է անգործությունից։ Դու չես սնուցում նրան ինչպես հարկավոր է, դրանով իսկ դարձնելով նրան անկարող ավելի։ Հետո լցնում ես մարմինը թույներով, տոքսիններով եւ նյութերով, որ ներկայացվում են որպես ուտելիք, եւ այդ ամենից հետո դեռևս ծառայում է քեզ մարմինդ, մեխանիզմն այդ հրաշալի, զարմանալի։ Ահա որը զզվելի են պայմանները, որոնց մեջ դու առաջարկում ես գոյատևել քո մարմնին, իսկ նա շարունակում է տկնել հերոսաբար առաջ ընթանալով ընդդեմ հարձակմանն այդ կատաղի։ Բայց դու շատ քիչ բան ես անում կամ ընդհանրապես պայմանների բարելավման համար չես անում ոչինչ։ Հիմա դու կկարդաս սա, ի նշան համաձայնության կտմբտմբացնես գլուխդ եւ կվերադառնաս հնին։ Իսկ գիտես թե ինչու։ Ես վախենում եմ հարցնել, որովհետև չունես կամք կյանքի նկատմամբ։ Դա դաժան մեղադրանք է։ Ես չէի ցանկանա, որ դա դաժան թվար, չէի ցանկանա, որ ընկալվեր որպես մեղադրանք։ Մեղադրանքը ենթադրում է մեղք, նշանակում է զանցանք։ Այստեղ չկա զանցանք, չկա մեղք, ուրեմն չկա նաև մեղադրանք։ Ես ուղղակի ասացի քեզ բացարձակ ճշմարտությունը։ Ինչպես ամեն ճշմարտություն, սա էլ կարող է քեզ արթնացնել։ Որոշ մարդիկ չեն սիրում, երբ իրենց արթնացնում են, շատերը, մեծամասնությունը գերադասում է քնած լինել։ Աշխարհն իր ներկայիս վիճակի մեջ է հայտնվել այն պատճառով, որովհետև լիքն է լուսնոտներով։ Թե դեմ չես մի հարցել իմ պնդման վերաբերյալ։ Ասա, իսկ այնտեղ ինչն է, որ քեզ թվում է սխալ։ Դու իրոք որ չունես կամք քո կյանքի հանդեպ, ծայրահեղ դեպքում մինչ այժմ չես ունեցել այն երբեք։ Եթե ասես, որ արդեն ակնթարթորեն վերափոխվել ես, ուրեմն ես կվերանայեմ իմ պատկերացումն այն մասին, թե ինչ ես անելու դու հիմա։ Հուսով եմ ձևակերպել ես նոր ծրագիրը նոր կյանքիդ, քո հենց այս պահից սկսած։ Ես ընդունում եմ, որ կարծիքս կազմված է քո անցած փորձի հիման վրա։ Այն նախատեսված էր, որ ստիպի քեզ քո խորը քնից արթնանալ։ Առայժմ դու կարող ես հերքել դա, բայց հասկացիր, որ արարքներդ քո մասին ավելի բարձր են խոսում, քան քո մասին խոսում են խոսքերդ։ Եթե գոնե մեկ անգամ կյանքում ծխել ես գլանակ, առավել ևս, եթե 20 տարի օրական ծխել ես մի տուփ, ուրեմն շատ քիչ կամք ունես դու քո կյանքի նկատմամբ։ Քեզ չի անհանգստացնում, թե ինչ ես քո մարմնի հետ անում։ Բայց 10 տարուց ավել է արդեն ինչ ես թողել եմ ծխելը։ Ամբողջ 20 տարի մարմինդ ծաղրի ենթարկելուց հետո, եթե երբևիցե ստիպել ես մարմնիդ ալկոհոլից հարբել, ուրեմն շատ քիչ կամք ունես սեփական կամքիդ հանդեպ։ Ես շատ չափավոր եմ խմում։ Մարմինը նախատեսված չէ ալկոհոլ ընդունելու համար։ Այն թուլացնում է գիտակցությունը, դարձնում է միտքը տկար։ Բայց չէ՞ որ Հիսուս ինքն էլ ալկոհոլից չի հրաժարվել։ Հիշում եմ, նա գնաց հարսանիք եւ ջուրը գինի դարձրեց։ Իսկ ով ասաց քեզ, թե Հիսուս կատարյալ էր։ Ախ, Աստծո սիրո։ Լսիր, ես ինչ է, սկսում եմ արդեն քեզ բարգացնել։ Դե ես հեռու եմ նրանից, որ Աստված ինձ բարգացնի։ Այսինքն այդպես ասելն ինքնավստահ չի փոքրինչ, բայց ես համարում եմ, որ մենք իրոք որ սահմանն անցնում ենք։ Իմ հայրն ինձ սովորեցրել է, որ լավ է, որ ամեն ինչ լինի չափավոր, եւ այս հարցում ալկոհոլի մասին ես կիսում եմ կարծիքն իմ հոր։ Մարմինը հեշտությամբ կարող է ապակինվել միայն չարաշահումներից փոքրիկ, աննշան, եւ այդ իմաստով հորդ խորհուրդը ինչ խոսք ընդունելի է, նույնիսկ գործնական, բայց եւ այնպես ես պնդում եմ իմ սկզբնական դրույթի վրա, մարդու մարմինը նախատեսված չէ ալկոհոլ ընդունելու համար։ Բայց նույնիսկ կան դեղամիջոցներ, որ ալկոհոլ են պարունակում։ Ես իշխանություն չունեմ նրա վրա, ինչը դուք դեղամիջոց եք անվանում։ Դու անկոտրում ես, ճիշտ չէ՞։ Լսիր, սիրելիս, ճշմարտությունը մնում է ճշմարտություն։ Եթե ինչ-որ մեկն ասեր, մի փոքր ալկոհոլը քեզ չի վնասի երբեք,
եւ տեղադրեր դա քո ներկա կյանքի կոնտեքստի մեջ, ես կհամաձայնվեի ստիպված, բայց դա չի փոխում արդեն ճշմարտությունն իմ ասած։ Ուղղակի դու թույլ ես տալիս քեզ ասածս արհամարել։ Սակայն խորհիր, ներկայումս դուք ձեր մարմինները մաշում եք սովորաբար 50-80 տարվա ընթացքում։ Ոմանք քիչ ավելի, իսկ մյուսները դադարում են գործել ավելի շուտ, բայց ոչ մեծամասնությունը։ Մենք կարող ենք այստեղ իրար հետ համաձայնվել։ Այո, ես համաձայն եմ։ Հրաշալի է։ Եվ այսպես, երբ ես ասացի, որ կարող եմ համաձայնվել պնդման հետ, որ քիչ ալկոհոլը ձեր մարմնին չի վնասի, ես ճշտեցի, ավելացնելով. կյանքի այն կոնտեքստում, որով դու հիմա ապրում ես կյանքդ, ապրում են մարդիկ բոլոր։ Տես, որ շատ մարդիկ թվում է, թե բավարարված են այն կյանքով, որով ապրում եք, որն առայժմ ունեք։ Դու կարող ես զարմանալ, բայց կյանքը նախատեսված էր նրա համար, որ դուք այն լրիվ այլ կերպ ապրեք։ Մտածված էր, որ քո մարմինը շատ ավելի երկար կպահպանվի։ Միթե։ Այո։ Որքան երկար։ Անverջ երկար։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որդիս, որ մտածված էր, որ մարմինը պետք է գոյատևի հավերժ։ Հավերժ։ Այո, կարդա սա. Հավիտյանս հավիտենից։ Դու ցանկանում ես ասել, որ մտադրված է, որ մենք չենք մահանա երբեք։ Այո, դուք իրոք որ երբեք չեք մահանում։ Կյանքը հավերժ է։ Դուք անմահ եք, դուք չեք մահանում երբեք։ Անկամ հիմա դուք ուղակի փոխում եք ձևը ձեր, բայց հավատա, որ նույնիսկ այդ էլ ձեզ անել պետք չէր։ Այդ դուք այդպես որոշեցիք, դուք, այլ ոչ թե ես։ Ես ստեղծեցի ձեզ մի մարմնով, որը պետք է ապրեր հավերժ։ Դու իրոք համարում ես, որ լավագույնը, ինչին ընդունակ է ամենակարող Աստված, ստեղծել մի մարմին, որը ճկռելով հազիվ կձգի մի 70 տարի, հետո կլինի քալուքանդ։ Եվ դու պատկերացրել ես քեզ, որ դա իմ հնարավորությունների սահմանն է։ Ընդհանրապես, նույնիսկ երբևիցե մտքովս անգամ չի անցել այդ մասին մտածել։ Ես նախորոշեցի քո հիասքանչ մարմնին երբեք չմահանալ եւ գոյատևել հավերժ, եւ ձեզանից առաջինները հենց այդպես էլ ապրում էին, առանց ցավի, առանց վախի մահվան հանդեպ։ Ձեր աստվածաբանությունը շատ խորհրդանշորեն տալիս է ձեր այդ հիշողությունը Ադամի եւ Եվայի մեջ, բայց իրականում իհարկե նրանք այդ անմահները շատ ավելի շատ էին, քան այդ երկու վտարվածները։ Սկզբնական մտահղացումն էր, որպեսզի դուք հոգիներդ ճանաչեք ձեզ այնպիսին, ինչպիսին իրականում կաք, ձեր ֆիզիկական մարմնի մեջ, ձեր ձեռք բերած փորձով, ինչպես ես բացատրել եմ ձեզ արդեն ոչ թե մեկ անգամ։ Դրա համար դանդաղեցվել է ձեր թերթերների հաճախականությունը, որպեսզի ստեղծվի նյութ, որն ունի ֆիզիկական մարմին անունը։ Կյանքը զարգացել է մի քանի ակնթարթային փուլերով, որոնցից ամեն մեկը ձեզ համար տարիներ են միլիոնավոր, եւ այդ սուրբ ակնթարթին, ծովից, կյանքի ջրից դու մտար քո այն ձևի մեջ, որը պահպանում ես մինչ այսօր։ Նշանակում է ճիշտ են էվոլյուցիոնիստները, երբ ասում են. ինձ թվում է զվարճալի, ինչպես նաև զարմանալի, որ դուք պահանջ ունեք ամեն ինչ բաժանել ճշտի եւ սխալի։ Ձեր մտքով երբեք չի անցնում, որ դուք հնարել եք այդ պիտակները, որպեսզի օգնեք ձեզ սահմանել ձեր եսի հանդեպ ձեր սերը։ Երբեք ձեր մտքով չի անցնում ամենալուսավոր ուղեղների բացառությամբ, որ առարկան կարող է թե ճիշտ եւ թե սխալ լինել միաժամանակ, որ միայն հարաբերականության աշխարհում է, որ մի բան կամ մի այլ բան կարող են լինել, բայց բացարձակի աշխարհում, իմ աշխարհում ամեն ինչ են բոլոր առարկաներն են։ Չկա արական եւ իգական, չկա հետո եւ մինչեւ, չկա արագ եւ դանդաղ, չկա այստեղ եւ այնտեղ, ներքևում եւ վերևում, նաեւ ձախից եւ աջից, չկա ուրախ, չկա տխուր, չկա սուտ եւ ճշմարիտ։
Այդպիսին է իրավիճակը ձեր Աստծո աշխարհում, ոչ ձեր եւ Աստծո աշխարհում, մեր իրականության ոլորտում։ Այո, այստեղ վերանում են բոլոր նախորոշումները եւ կոնկրետ բառերով խոսելն է անգամ դժվարանում։ Կրոնը ձեր փորձն է խոսել այն մասին, ինչը բառերով երբեք չես արտահայտի։ Եվ դուք չարչարվում եք, դուք շատ եք ջանում, բայց ձեզ մոտ դա այնքան էլ հաջող չի ստացվում։ Ոչ որդյակին, ճիշտ չեն ձեր էվոլյուցիոնիստները, ես ստեղծել եմ այս ամենը մի ակնթարթում, մի սուրբ պահի, ինչպես ասում են ձեր կրեացիոնիստները, եւ դա տեղի է ունեցել բարեշրջման ընթացքում։ Բայց ակնթարթն այդ ձեզ համար միլիարդավոր տարիներ են, ճիշտ այնպես, ինչպես պնդում են ձեր էվոլյուցիոնիստները։ Ստացվում է, որ ճշմարիտ են մեկն էլ եւ մյուսն էլ, եւ դա կախված է նրանից, թե որ կողմից նայես։ Այդ դեպքում հարց է ծագում. ակնթարթ մի սուրբ եւ միլիարդավոր տարիներ, որն է տարբերությունը։ Կարող ես դու ուղակի համաձայնվել նրա հետ, որ չափազանց խորն է գաղտնիքը կյանքի որոշ հարցերում։ Ինչու ուղակի չընկալել այն որպես սուրբ գաղտնիք, ինչու թույլ չտալ Աստվածայինին լինել Աստվածային, մի փոքրիկ պահ ուղակի նրան հանգիստ թողնել, համարելով, որ հիմա այն անկարող է ըմբռնել։ Ենթադրում եմ, որովհետև մենք ծարավի ենք ճանաչման, բայց դու արդեն ճանաչում ես եւ սակայն չես ցանկանում գիտենալ այդպես էլ ճշմարտությունն իսկական։ Դու ցանկանում ես գիտենալ ճշմարտությունն իր այն տեսքով, ինչպես դու ես ըմբռնում այն, ինչպես դու ես այն հասկանում։ Դա խոչընդոտն է քո ամենամեծ, քո պայծառացման դժվար ճանապարհին։ Դու համաձայն ես միայն այն ամենի հետ, ինչը համապատասխանում է մակարդակին քո ըմբռնման, իսկ ինչ քո ըմբռնման մակարդակին չի համապատասխանում, դու հերքում ես այդ ամենը եւ անվանում ես դա ճանաչում։ Դու համարում ես, որ բաց ես սովորելու համար, ճիշտ է, բայց ավաղ դու երբեք չես կարող բաց լինել, քանի դեռ քո սեփական ճշմարտությունից բացի մնացած ամեն ինչի հանդեպ դեռ փակ ես մնացել։ Այդ կերպ ոմանք այս գիրքն էլ աստվածանարգանք կկոչեն գիրք անաստվածային, կհամարեն գործը սատանայի, բայց ով ականջ ունի կլսի, ով սիրտ ունի կհասկանա։ Եվ ես ասում եմ, որ քեզ նախատեսված չէր մահանալ։